Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես դիմում եմ մեր այն հարգարժան ունկնդիրներին հարգանքով, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդամենը խնդրում ենք նրանց սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել YouTube-յան One Talk ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը ձեզ համար։ Սիրելի բարեկամներ, այսօր մեր հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Պարոն Մարուքյան, շնորհակալություն, որ հերթական անգամ համաձայնվել եք ընդունել մեր հրավերը եւ մեր տաղավարում եք։ Պարոն Մարուքյան, քաղաքական զարգացումները բավականին իրարամերժ են, բարդ են եւ մի տեսակ արդեն ինչ ասեմ, ինչպես կասեր երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանը գաղջ մթնոլորտ է մի տեսակ, եթե կհամաձայնվեք երկրում տիրում, որովհետեւ անվերջանալի, այսպես քաոս առաջացնող մտքերը, իրարամերժությունները մի տեսակ հասարակությանն էլ կարծես թե հնարավորություն չեն տալիս կողմնորոշվելու կարևորագույն քաղաքական հարցերում եւ երկրորդական կարծես թե օրակարգեր է մեջ բերվում շեղելու համար, չէ, հանրությանը կարևորագույն խնդիրներից։ Վերջերս հանրության մեջ սկսում է լայնորեն շրջանառվել այն տեսակետը, թե ընտրություններին ընդառաջ, հատկապես արևմտական շրջանակներից, որ ահա Ռուսաստանի դերը շատ վատն է եղել մեր վերջին շրջանի, մոտավորապես հետհեղափոխական շրջանի պատմության մեջ, մասնավորապես փաստեր են բերվում Շուշի քաղաքի գրավմանը ռուսական մեղավորության իմաստով, ինչ որ ռուսական մեքենաներ են այնտեղ եղել, ռուսական անմիջական ազդեցությունն է եւ դա բնականաբար որոշակի ազդեցություն, որոշակի ներգործություն կարող է ունենալ, մանավանդ այն քաղաքական գործիչների վարկանիշի, այսպես զուտ անաչառության տեսակետից դիտենք շրջանակում, ովքեր որ այսպես ասեմ հակառուսական թեզերով չեն առաջնորդվում եւ Հայաստանի ապագան, Հայաստանի, եթե չասեմ, փրկությունը տեսնում են արևմտական, այսպես եվրոինտեգրացիայի մեջ, Եվրոմիությանն անդամակցելու մեջ։ Մասնավորապես ինչ կասեք այդ մասին, թե այդ թեզն է առաջ տարվում, ասենք ինչպես կարող է ըստ նրանց հայ ժողովուրդը նորից հավատարիմ մնալ այսպես ռուսական կողմնորոշմանը արևելումին, եթե Շոյգուն հայտարարում էր, որ 2021 թվականին, որ մենք թուրքական հատուկ ծառայությունների հետ հաջող օպերացիա։ Այդ օպերացիայի խնդիրն է, ինձ էլ են, ես շատ տեղից հարցրել եմ եւ դրա պատասխանը չեմ գտել։ Այսինքն կար ըստ ձեզ միտումնավոր ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմ ըստ ընդդեմ Հայաստանի։ Շնորհակալ եմ։ Կներեք մի քիչ երկար հարց եղավ։ Մի քանի հարց տվեցիք։ Նախ ուզում եմ ասել, որ սուտ են խոսում, որ Հայաստանը իրենք տանում են դեպի Եվրոմիություն, որովհետև անգամ այդ օրենքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետությունը չի դիմել Եվրոպական միությանը, Եվրոհանձնաժողովին կամ Եվրոպական միության խորհրդին, որը բարձր մարմինն է, որտեղ արդեն բոլոր երկրների ղեկավարներն են, որպեսզի մենք սկսենք անդամակցության process-ը, այսինքն այս սուտը կեղծիքը մի բանի համար է արվում, որ Հայաստանի Հանրապետությունը տարվի դեպի թուրքական աշխարհ եւ ուղղակի հիմա ի սկզբանե, այսինքն կոմֆորտ չէ ասել մենք երկիրը մտցնում ենք թուրքական աշխարհի տակ, թուրքերն են ձեզ թելադրելու թե դուք ինչ անեք, ոնց անեք որպես երկիր, որպես ազգ, բայց դրանով դել են Եվրոմիություն, որը գեղեցիկ է հնչում Եվրոմիությունը, իրական եվրոինտեգրատոր, եվրոպական արժեքների պաշտպաններ, իրական եվրոպական ինտեգրացիայի մասին որևէ բան արած խոսացած մարդիկ, այդ ես եմ, էլի մարդիկ են եղել, մեր կուսակցությունն է, էլի այլ ուժեր են եղել, բայց ոչ այսօրվա այսպես կոչված արևմտամետներ, որտեղ նրանք ակնհայտ թուրքական նարատիվներ առաջ մղող մարդիկ են, եւ որպեսզի թուրքական նարատիվները տեղ գտնեն մեզանում, պետք է սկզբից նաեւ Հայաստանի եղած կարգավոր դիճակը փոխել, այսինքն որ մենք օրինակ Ռուսաստանի Դաշնակից երկիր ենք, հետեւաբար պետք է այնպես անել, որ Հայաստանը չլինի Ռուսաստանի Դաշնակից երկիր, Հայաստանը մնա միայնակ կանգնած թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, ինչ որ այսօր կա։ Ինչ հրաբերում է Շուշիի այդ պատմությանը, ուրեմն ես տեսել եմ, որ հայտնի այդ բլոգեր կա Ռոման Բաղդասարյան, որը պետական անվտանգություն ունի, իր անվտանգությունը ապահովում են, նա ատելություն է քարոզում անդադար իր եթերներում,
Իր եթերներում անդադար պատմում է բազմաթիվ ստեր Լեռնային Ղարաբաղի կյանքի վերաբերյալ։ Օրինակ ասում է, նայում էին ով ասի ու աղջիկ բռնում էին բռնաբարում։ Ասենք բոլորս Ղարաբաղ գնացել եկել ենք 1000 տարի։ Չէ, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ռեժիմը Լեռնային Ղարաբաղի։ Բռնում էին բռնաբարում, ասում ասի ու աղջիկներին։ Ասենք որևէ այդպիսի դեպք հայտնի չի ոչ մի տեղ։ Եվ այդ նույն մարդը, որ օրինակ անդադար ասում է Հալալա Ալիևին, ինչ լավ արեցին, այսինքն այդ մարդու հերոսը Ալիևն է, թե ինչ արել է Ալիևը, ոնց է կոտորել մեզ, ոնց է գրավել, ոնց է նվաստացրել մեր ազգին, ոնց է կոշիկները սրբել մեր դրոշների վրա, իրանց հերոսը Ալիևն է։ Հիմա այդ նույն մարդը ասում է, որ բայ իմացակ Շուշին ոնց է հանձնվել ռուսական դրոշներով կամազներ են եկել, հայերը մտածել են ռուսներն են, ասեն հա եկեք առաջ բան, հետո պարզվել է չէ ռուսները չեն, ադրբեջանցիներն են։ Ես տեսա այդ հատվածը, որ տարածում են շատ ակտիվ։ Ուրեմն ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսներ չեն եղել այդ ժամանակաշրջանում, ռուսներն եկել են Շուշիի կործանումից հետո։ Այսինքն Շուշին այլևս գրաված է եղել Ադրբեջանի կողմից, որից հետո ստորագրվել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ որից հետո նոր ռուսները սկսել են ժամանել Հայաստան եւ այդ ամբողջ գիշեր նոյեմբերի 9-ի ինքնաթիռներ էին իջնում Հայաստանում, որով գալիս էր այդ զորքը եւ նաեւ որոշակի ռազմական տեխնիկա։ Այսինքն անգամ ժամանակագրորեն է երևում, որ ինքը սուտ է խոսում։ Բայց մեկը, քանի որ բանը հենքը կա այդ քարոզչությունն իրականացնելու, Հայաստանը դարձնում են ռուսաֆոբ հակառուսական երկիր, դա արել են նաև Լեռնային Ղարաբաղի այդ սկզբի process-ի ժամանակ, երբ որ նոյեմբերի 9-ը ստորագրված էր եւ այդ ընթացքում էին քարոզում բան, եւ դրա միակ նպատակը ասում եմ, մեզ թուրքերի տակ մտցնելն է, նաեւ դրանից կարող է լինել նաեւ այլ հետևանքներ, օրինակ Ռուսաստանի սանկցիաների տակ ընկնենք, Ռուսաստանը մեր առևտուրը փակի, Ռուսաստանի թշնամացնել, այսինքն մեզ երկու թշնամի բավարար չի մեր տարածաշրջանում։ Թուրքիան թշնամի, Ադրբեջանը թշնամի, մի հատ է ռուսները լինեն թշնամի։ Այդ դաժան թշնամիների ձեռքը մենք տենց բան անենք, տառապենք։ Մի հատ է հարց տվեցիք, հա, ռուսական բանով ինչ որ բան ասա։ Հա, Շոյգուի այդ։ Հա, Շոյգուի դա էլ է շատ հետաքրքիր, այո։ Եվ նաև Դուգինին էլ չէ, այդպեսի մի բան ասել, որ Դուգինինը չեմ կարող ասել, Շոյգուինը շատ են տարածել։ Չլինեինք Ղարաբաղը բան չէլինի։ Ճշմարիտ։ Շոյգուինը շատ են տարածել, որ իբր նա ասում է, ուրեմն մի հատ ամբողջ ելույթ է, այդ ամբողջ ելույթից այդ կտորը մեջտեղից հանած է, որ ասում է շատ դժվար էր հասնել նրան, խոսքը գնում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ միաժամանակյա բանակցություններ ա եղել, որ նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնի։ Այո։ Եվ ռուսական զորքը մտնի Լեռնային Ղարաբաղ։ Պարզա չէ որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց ամբողջ մարմնի բջիջներով դեմ են եղել, որ որևէ այլ զորք մտնի Լեռնային Ղարաբաղ, որտեղ իրենք արդեն գրավելով գալիս էին, գրավում էին։ Դա մեծ օպերացիա եղել, որ կարողանան հասնեն դրան։ Եվ դա նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է այդ process-ը։ Հիմա ինչ է տեղ ունենում։ Մեր Զելենսկու մոտ ագենտ աշխատող մարդիկ կան, Զելենսկիականներ եմ ասում ես դրանց, էլի արևմտամետ չեն իրանք։ Էրդողանի մոտ են, Զելենսկու մոտ են, չգիտեմ, բանի Ալիևի մոտ են աշխատում։ Այդ մարդիկ այդ կտորը հանեն, ասում են նայեք Շայգուն ասում է ինչ օպերացիա են կարել Լեռնային Ղարաբաղում։ Տեսակ ասինքն այդ օպերացիան նախապես էր պլանավորված։ Գիտեք, մենք ընկնում ենք երկրորդական, երրորդական, չորրորդական հարցերի հետևից, օրինակ այդ ռոպագանդան որ իրականացվում է, էլի։ Ոչ ոք չի ուզում ասի որ Ժողովուրդ ջան, եղել է Մինսկի խմբի պլան խաղաղության, որի համաձայն 5 շրջաններից Հայաստանը պետք է զորքերը հաներ եւ Լեռնային Ղարաբաղ մտներ նույն խաղաղապահ կոնտինգենտը եւ մարդիկ հանգիստ խաղաղ ապրեին Լեռնային Ղարաբաղը մնար, այնտեղ դրամը ծախսվեր, հայկական անձնագրերով մարդիկ ման գային, կարգավիճակի հարցն է մնար։ Այդ պլանը մերժվել է Սերժ Սարգսյանի ժամանակ եւ մերժվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դուք մերժել եք այդ պլանը։ Այդ պլանը ներկայացրել են ռուսական կողմից, որի հետ համաձայն են եղել Ամերիկան եւ Ֆրանսիան։ Հիմա այդ պլանը մերժել եք, դա ինձ հետո ումից նեղանալու բան ունեք։ Այսինքն դա զուտ ռուսական պլան չի եղել, չէ՞։ Եակը Մինսկի խմբի պլանն է եղել։ Անունը դրվել է Լավրովի պլան, դա ինձ առաջել ուրիշ անուններ անուն, բայց մեկը այդ պլանը հաստատված է եղել։ Այնվաղ ռուս-ուկրաինական պատերազմ չկար, հարաբերությունները վատ չէ Ռուսաստանի հետ։ Այսինքն այս տարածաշրջանում այս կոնֆլիկտի վերաբերյալ կար մի հատ ընդհանուր մոտեցում, որ հա հայերը պետք է այնտեղ ապրեն, չի լինի որ դա լինի անկախ պետություն, չենք ճանաչելու եւ Հայաստանն չի ճանաչում, բայց հայերը պետք է այնտեղ ապրեն։ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի հայկական։
Եվ դրա համար պետք չէր գնալ անդադար ասել չէ կարգավիճակ, որովհետև այդ կարգավիճակի փնտրտուքը եւ դրանով արդարացնելով մեր մերժումները բերել է այսօրվան։ Հիմա դուք ուր եք Շայգուից նեղանում, չգիտեմ, եսիմ Լավրովից նեղանում, Տրամպից նեղանում, Սարկոզից նեղանում, Մակրոնից նեղանում։ Դուք եք արել սա։ Դուք համաձայնվեք այդ պլանի հետ, նախ Նիկոլ Փաշինյանի ժամանակ այդ պլանը չի բացահայտվել։ Չի ասել որ ցեղանին կա սենց խաղաղության պլան։ Ինքը չի ասել։ Ոչ մի կերպ իրանք չեն ընդունում որ փաստաթղթ։ Եթե համաձայնվեին պարոն Մարուկյան, չկներեք, չէր լինի այդ պատերազմը։ Ըստ ձեզ կամ մի քիչ որ առաջ գնանք, այսպես ժամանակայինով, Ալեն Սիմոնյանի խոսքերը մեջ բերեմ, որ կա այդ խոսքերի մեջ որոշակի ճշմարտություն, երբ որ 2022 թվականին արդեն բռնկվեց ռուս-ուկրաինական այս արյունալի պատերազմը, նա իր հարցազրույցներից մեկում ասեց, դե պիտի Ռուսաստանը գին վճարեր, եւ այդ գինը վճարեց Հայաստանի Արցախի հաշվին, այսինքն զիջման գնալով թուրք-ադրբեջանական տանդեմին։ Կա այդ խոսքերի մեջ որոշակի ճշմարտություն։ Հիմա դե ով ինչ չի հասկանում խոսում, ինչ գին, իրանք ինչ են հասկանում Ռուսաստանն ինչ երկիր է, ումա գին վճարել Ռուսաստանը։ Այսինքն Ռուսաստանն ուզում էր որ Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանին, բայց եկավ մի գիշերվա մեջ մտավ այդքան զորք բերեց մտցրեց բանը Ադրբեջանի այսպես կոչված ճանաչված տարածք, հա։ Հասկանում եք մենք ապուշություններ ենք քննարկում։ Ինչ գին, կամ դուք ինչ եք հասկանում, մի հատ շատ կարևոր բան կա, հիմա բոլորը խոսում են աշխարհակահաղականությունից։ Այո։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ բոլոր խոսացողների մեջ 99%-ը չի հասկանում ինքը ինչից է խոսում։ Այդ մարդիկ իրանց տան հարցերը չեն կարա որևէ բան մի միլիմետր լուծեն, ասենք։ Չգիտեն, ասենք, ոնց ասեմ, առավոտը որ արթնանում են, իրենց տեղաշորը գոնե հավաքում են, թե չէ։ Քննարկում են Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան, չգիտեմ ինչ։ Հա դուք ով եք։ Դուք ինչ եք հասկանում, ով ինչա մտածի, ով ինչա խոսացել, ով ինչա արել։ Հասկանում եք մենք նստած ենք ինչ որ դատարկաբանությունների մեջ, ինչ որ անիմաստ խոսակցությունների։ Պետք է ինչ որ գին վճարեին, բան անեին, բան, հա միլիոնավոր դոլարներ են ծախսել եկեմ, թե Լեռնային Ղարաբաղ այդքան բլոկպոստեր կառուցե, կազարմ եք կառուցե, բերե իրան զորքը տեղակա է, բան արե, որ բանա, որ տային, հա։ Այսինքն ինչ ենք մենք քննարկում։ Ապուշություններ են եւ բացարձակապես ես չեմ կարող որևէ այլ գնահատական տալ։ Ես մի բան գիտեմ, որ իշխանությունն ինքը գիտի, որ ինչ արել է, սխալ արել, բայց չի կարող այդ սխալը մեղքի իր վրա վերցնել։ Դա համար պետք է բոլորը մեղավոր լինեն։ Հիմա ասենք մեղավորը նա, ես իմով չգիտեմ, բայց ամենահարմար մեղավորը ռուսներն են։ Ինձ ընդհանրապես դուր չի գալի, որ ես ստիպված պետք է ճշմարտությունը ասեմ, որի արդյունքում դառնում է, որ ես բան եմ անում, էլի, փաստաբանություն եմ անում, ինչ եմ անում։ Բայց որ Շայգուն չի ասում տենց բան, ուրիշ թեմայի վերաբերյալ է, որ Շուշին գրավել են կռվով ու ոչ մի ռուս այնտեղ չի եղել։ Հիմա եթե ճիշտը դա է, դուք ինչ եք սուտ տարածում, որ ինչ անեք։ Յանի դուք այնքան հզոր եք Շուշին պահում եք, ռուսները կանցած չերես եկալան։ Այսինքն Շոյգուին այդ ասածը չի վերաբերում հայերի դեմ ռուս թուրքական զես համատեղ։ Հայերի դեմ ռուս թուրքական ինչ կա, այդ ամբողջ Լեռնային Ղարաբաղը ոնց է պահվել այդքան տարի։ Այսինքն այդ Լեռնային Ղարաբաղը ոնց էր որ չէին գալի գրավեն։ Եղել է բանակցային process, այդ բանակցային process-ում եղել են ռուսներ, եղել է Ֆրանսիա, եղել է Ամերիկա։ Հետո կամած տարածաշրջանում իրավիճակը փոխվել, հայկական կողմին ասեն եղբայր կա խաղաղության պլան։ Քանի որ դու մեր եղբայրն ես, այս խաղաղության պլանը արա, որ քո համար լավ լինի։ Հայկական կողմը միշտ հրաժարվել է։ Սերժ Սարգսյանի օրոք մերժել են, եղել է ապրիլյան պատերազմ։ Հետո ասեն լավ կանենք, էլի չեն արել, եղել է հեղափոխություն։ Հետո եղել է Փաշինյանը, հետո Փաշինյանն էլա մերժել եւ եղել է պատերազմ։ Պարզապես ես ձեր խոսքից հասկացա, որ Շոյգուի այդ արտահայտությունը վերաբերում էր բոլորովին ուրիշ, բայց այդպես որ քանի որ այսպես հնչում է այդ ամեն ինչը եւ շատերի հարցը դուք կարդացել եք այդ իր հարցը։ 2000 այդ ցիտատը ցիտատը ինչի մասին է, որ ցիտատը ինչ է, որ մենք լավ օպերացիա արեցինք, ինչի մասին է։ Ինչ օպերացիա։ Այսինքն ինքնաթիռներով մեզ զենք էին ուղարկում պատերազմի ժամանակ իրանք, բայց օպերացիա արեցին ընդ որ Ղարաբաղը գրավեն ադրբեջանցիներ, հա։ Իրանց զորքը բեին մցին, վտանգեցին, ուղաթիռը խփվեց, մարդիկ զոհվեցին, հետո այն մյուս պատերազմի ժամանակ էլի ռուսները զոհվեցին, բանը տանում էին որ բան անեն։ Ինչ եք քննարկում։
Ես կարող եմ ձեզ ուղարկել այդ Շայգուի ամբողջական արձագանքը։ Ուղղակի դա հասկանում եք, մենք չենք դնելու բանը, ասենք, սիրելի ժողովուրդ, այսպես բան են տարածում Շայգուի մասին, սուտ են ասում։ Թող Շայգուն հերքի, Կամեսիմով հերքի, բայց նրանք էլ պատկերացնում եք ինչքան մանր հարց է այդ երկրի համար, ինչ որ Հայաստանում ինչ որ մարդիկ ռոպագանդա են անում իրաց դեմ։ Հետո ինչ, ով է դժվելու Հայաստանը։ Ում հողերն են գրավելու Հայաստանի։ Ով է մնալու անդաշնակից այս ռեգիոնում Հայաստանը։ Ում տնտեսությունն են քանդելու Հայաստանի, ում ատոմականն են փակելու Հայաստանի։ Հետեւաբար ինչ կան իրանք գաննեն ձեր գործերի մեջ խառն ասեն, չէ, սենց չի եղել, սենց է եղել։ Ձեր շահերից է բխում, Հայաստանի շահերից է բխում, ինքը ճիշտ դատողություններ անի, իր ժողովրդին ճիշտ ուղղորդի։ Բայց Հայաստանը ինքը իր ժողովրդին այսօր ուղղորդում է սխալ։ Տանում է դեպի նոր արհավիրքի, նոր կործանման։ Տարեք։ Հիմա ես դուք մի քանի հոգի ասում ենք Ժորժ ջան, ճիշտը սա է, սա չի։ Ես իմ լսողը լսում է, չլսողը չի լսում։ Ինչ անենք էլ ուրիշ։ Որտեւ այն կոմից այն մյուս ասողներն ավելի շատ են։ Ավելի շատ ռեսուրս ունեն, ավելի շատ փող է դրված դրա վրա։ Բայց այդ փողը ինչի համար է դրվում, որից երկիրը չլինի այս ռեգիոնում։ Կործանեն գնա։ Հողին հավասարացնեն, վերջացնեն գնա։ Էսա, ուրիշ տեղ իլյուզիաներ թող ոչ մեկ չունենա։ Ասենք այս տարածաշրջանում, այս Հայաստանը որ կա, դա այնպես չէ որ Ադրբեջանը ուզում է որ այս Հայաստանը լինի, Թուրքիան ուզում է որ լինի։ Կամ ասենք ասում են Իրանը դիրքորոշումը փոխեց, ասում է Լեռնային Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջանի հողն էր։ Եթե դուք ճանաչում եք որ Ադրբեջանի հողն էր, Իրանը ինչ է պետք է անի։ Կամ ասում են Լուկաշենկոն տական քաղաքիա գնաց է բան։ Շուշի գնաց ասում է։ Բայց դուք Շուշին ճանաչիք ադրբեջանական, հետո է Լուկաշենկոն գնացել։ Դայից առաջ գնացել է, չի գնացել։ Այսինքն դուք ձեզ քրֆեք։ Լուկաշենկոին քրֆեմ եք ինչ անեք։ Լուկաշենկոնսկի ձեզ չի տեսնում, չգիտես որ դուք կաք։ Քրֆեք չքրֆեք, ինչա փոխվում Բելարուսի համար, ասենք Հայաստանի պահվածքը։ Ինչ անը, միլիարդավոր առևտրաշրջանառություն ունի, նավթա տանում մեզանից, թե մեր ատոմակայանի էլեկտրաէներգիան օգտագործում, ինչ անում։ Քրֆեք Լուկաշենկոին, հետո։ Բոլորին քրֆեք, հետո։ Էսա, մենք մի абսուրդի, ինչ-որ դատարկ մի բանի մեջ ենք, որ կողքից ով մեզ նայում, հա։ Ես վստահեցնում եմ, Իրանից մեզ նայում են, չեն հասկանում մեզ։ Վրաստանից մեզ նայում են, չեն հասկանում մեզ։ Այսինքն ո՞նց կարա երկիրը անդադար ինքը իր իրավունքներից հրաժարվի։ Սրանք ով են, ասում են որ այդ տարբերակ չունենք, որովհետև կանգնած են գոյաբանական խնդրի առջև, թույլ ենք։ Հենց այդ ամերիկյան նախագահներից ո՞րն էր ասել, ասում է, որ դու զիջում ես իրավունքներդ, որ անվտանգ ապրես, դու երկուսն եք կորցնում ես։ Դու ոչ անվտանգ ես ունենալու, ոչ էլ իրավունք ես ունենալու։ Ինչ գոյաբանական, ինչ չգիտեմ ինչ։ Ով դարձրեց, ով մեզ տարավ մտցրեց այդ գոյաբանական խնդրի մեջ։ Այդ ոնց եղավ որ գոյաբանականի հանգեցինք։ Այսինքն պատկերացնում եք ծայրահեղությունից մի դրվագում մենք 20% օկուպացրած նստած ենք, ըստ իրանց էլի, որ տենց մտել ենք խալխի հողերը գրավել ու տենց ասում եք չենք տալիս։ Մյուս դրվագում գոյաբանական պայքար է, կոտորվում ենք, կործանվում ենք։ Սա ինչ է, սա ինչ մտածողություն է, ինչ պահվածք է։ Ես ձեզ ասում եմ, մենք մեր իրավունքները չպաշտպանենք եւ մենք չենք պաշտպանում։ Մեզ ոչ ոք չի հարգելու, ոչ ոք։ Ոչ մեկ, ոչ տարածաշրջանում, ոչ Միացյալ Նահանգներում, ոչ Ֆրանսիայում։ Սփյուռքում ապրող մարդիկ հայերը ոնց էին մինչև այս պատերազմներն ու այս կորուստները, շատ հպարտ, շատ վստահ։ Դե մեծ հարցեր եք ասեք, հիմա ոնց եք ձեզ զգում։ Այնպես չի որ դարդուցավներս բան ասում ենք, մտածում ենք որ հայերը բանում Մոսկվա որևէ շուկա մտնելուց, որ դա ադրբեջանցիները կանաչի են վաճառում կամ ընդհակառակն է, հա ուրիշ ձևի են իրաց բան կամ բան։ Բայց թող պատմեն էլի ասեն ոնց են զգում։ Ինչ վիճակ է։ Պարզ է, պարոն Մարուկյան, Նիկոլ Փաշինյանը նորից 3 նախագահներին հրավիրում է բանավեճի Արցախյան հարցի շուրջ։ Հիմա ասես ճիշտ է արդյոք հերթական անգամ 3 նախագահների կողմից չընդունել այդ առաջարկը, որովհետև շատ է խոսվում մեր հանրության մեջ, ինչպես սկսեցի, որ գաղջ մթնոլորտ է, քաոս են ստեղծում, մարդիկ չեն կողմնորոշվում, նույն թեկուզ հայ-ռուսական հարաբերությունների հարցով, որովհետև այնքան իրարամերժություն կա, տեսակետների տեղատարապ, մոտեցումների տեղատարապ, մարդիկ ուղղակի չեն կողմնորոշվում, բժժում են, այսպես ասած, կարծես թե ինչ է կարծում, այս անգամ ճիշտ կլինի ես ձեզ քաղաքագիտորեն զուտ կոնցեպտուալ իմաստով ընդունել վերջապես նախագահների կողմից այդ հրավերը եւ վերջը բանավեճի մեջ մտնել Նիկոլ Փաշինյանի հետ, որը կբացահայտի շատ ու շատ իրողություններ գուցե։
Ես ես անկեղծ ասեմ, որևէ իրողություն չկա այս process-ների մեջ, որ բացահայտված չի։ Չկա որևէ դրվագ, որ բացահայտված չի։ Այլ բան է, մենք ուզում ենք դա ընդունենք, թե չէ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանը, որ հրավիրում է 3 նախագահներին, ես ես ասեմ 3 նախագահները նրա համար շատ հարմար թիրախ են։ Մենակ ինչ չի հրավիրում Բանավիճի։ Ամեն օր ինտերվյուներ եմ տալիս, չէ, խոսում եմ, ասում եմ սխալ անում, էս սխալ արե, էս սենց ան։ Այդ ինչի չի ինձ հրավիրում։ Որովհետև դժվար բան եմ, Բանավիճի թիրախ եմ։ Թող գալա Բանավիճի ինձ հետ։ 3 նախագահներին ինչի հրավիրում, որովհետև ինքը գիտի, որ իրանց այդ Բանավիճի մեջ կա աղթելու է։ Այդ 3 նախագահները չեն համաձայնվում գնան։ Չնայած ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ որ տենց ոչ վերջնական է հայտարարությունն իր եղել, կարող է լինի նման բան, բայց գոնե երկրորդ եւ երրորդ նախագահները չեն գնա որևէ Բանավեճի Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրանում կասկած չունեմ։ Մտածելով որ կպարտվեն Նիկոլին, որովհետեւ ինքը Ղարաբաղի թեմայով թուլը զգա կոռուպցիա դեմները դնելու։ Կոռուպցիան թուլը զգա բանակցային process-ն, այնքան բան ունի դեմները դնելու։ Խոցելի են, հասկանում եք։ Համար հեշտ թիրախ է գտել։ Արա ասма դուք բան մի խոսացեք։ Խոսում եք, դե եկեք լայի մեծ խոսացեք։ Էս ինչ է բանը, չերես բաներով, ձեր տղենա, փեսենա, աղջիկնա, չգիտեմ ով է, սա այնա, հարցնա, նայա, սրանյանով եք խոսում։ Օրա եկեք, տղա չեք, եկեք հետս խոսացեք։ Սա արդեն նախընտրական շրջանի իմաստով, էլի, որ արա դուք ով եք ինձ կարակ բան ասեք։ Հետո Նիկոլ Փաշինյանի վգան, գլխավոր վգան էս գործի մեջ։ Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանը ոնց կա իր այդ Բանավիճի։ Նիկոլ Փաշինյանն ասում են պատերազմը դու ես բեր, ասում եմ մի րոպե։ Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը Աժամբյոնից ասեց, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի եւ պատերազմին պետք է սպասենք։ Բայց պատերազմ պետք է սպասենք, այդպես արտահայտություն ասելա, ես չեմ հիշում ճիշտ ասած։ Ես բառացի չեմ վերարտադրում, այո, ասել է։ Բառացի չեմ վերարտադրում։ Միտքը է դա։ Որ բանակցային գործընթացը փակուղու մեջ է եւ պատերազմի վտանգը մեծ է եւ այլն։ Ասել։ Փակուղին էսպես թե այնպես կար։ Չէ, երբ չի փակուղու մեջ։ Այո, 94-ից է փակուղի, չէ, եղել 94։ Մի հատ մեկը չի ասում Սերժ Սարգսյանն ինչի է ասել փակուղու մեջ, որտեվ ինքը մերժել է խաղաղության պլանը։ Մերժել է խաղաղության պլանը, դա մայր փակուղու մեջ է եղել։ Որ մերժել է խաղաղության պլանը, ինչ պետք անի։ Ասեն շարունակեք դուք քելբաջարում նստել ձեր զորքերով, հա, Ամերիկան, Ռուսաստանը, ասեն դուք դե մնացեք։ Պրոբլեմ դուք չունեք, ընդ որում ոչ կարող եք բնակեցնեք, ոչ էլ ենա։ Ինչ պետք է ասեին։ Ինքը մերժել ասում է փակուղու մեջ, հա, իրենց հետո եկել է Նիկոլ Փաշինյանը, նա էլ է մերժել։ Հետո եկել է պատերազմ, ասում է դե Սերժն ասում էր պատերազմ անելու։ Ես ի՞նչ կապ ունեմ, ինքն է։ Իրա գլխավոր վգան էս գործերով Սերժ Սարգսյանն է։ Մյուս մասով էլ է վգան, ասեմ, մյուս մասով է սենց անում, ասում է ինձ ասում են Լավրովի պլանը անեիր, բան խաղաղություն կլներ, չէ, բայց Սերժ Սարգսյանը փորձելա չի ստացվել։ Հիմա Սերժ Սարգսյանը որպեսի արդարանա, թե չի։ Դե ասում է ես համաձայն եմ, ստորագրեմ, իրանք չհամաձայնվեցին։ Ինչի ոնց ա եղել որ համաձայների ստորագրես իրանք, այսինքն ինքը Ալիևին ասում է Ալիև 7 շրջանների 5-ից զորքերը հանում եմ, Ալիևն ասում է չէ չհանես։ Հանկարծ չհանես, պայ է զորքերը։ Տենց ա եղել այդ խոսակցությունը։ Ում եք հիմարի տեղ դնում։ Պոպուլյար չի եղել, որովհետև ժողովրդին սնուցել են, որ այդ սաղ մեր հողերն է, չենք դուրս գալու, լավ են կանում, ոչ մի թիս հող։ Ոնց գային ասեին, որ 5 շրջանից դի դուրս գանք։ Պոպուլյար չի եղել այդ են քարոզե, մի բան քարոզե, մի բան բանակցել են։ Վերջում է հասցրել է բանի է, արհավիրքի։ Հիմա մեկը մեկի վրա է գցում, դե թող գնանի այդ Բանավիճ են, բախի չեմ Բանավիճ եմ։ Թող գնան դե Բանավիճ են։ Չեն ոչ մի բանը չեն Բանավիճելու, քարոզարշավը սկսելու է այդ ձևով, Նիկոլ Փաշինյանը կգոռա, որ սրանք ուզում են Հայաստանը ծայրագավառ սարքեն, նրանք կասեն դու վիլայեթ ես դարձնում, տենց որ էլի իր համար հարմար ընդդիմություն բերին դեղ նստածնի, ամեքի վրա 20 հատ քրեական գործը դրած, սաղի գույքերը կալանքի տակ, իր համար հարմար լավ է, նստեք հա, գա ամեն չորեքշաբթի գորգրավերները կեթա, դա է իրանց պլանը։ Հիմա որպես այդ պլանը քանդենք, ես ասում եմ, որ պլանը քանդելու ձև կա։ Մենք 21 թվի նույն հիմար սցենարի մեջ չպետք է մտնենք։ 21 թվին այս սցենարն արդեն աշխատացվել է, որ այս պարլամենտը ունենք։ Այն որ չեն կարող մեր երկու ֆրակցիայով իմպիչմենտի թուղթի բանանեն, նախաձեռնեն, բան, պատտեն, շրջանառեն։ Այս պարլամենտը ինչ պարլամենտ է։ Ալեն Սիմոնյանը մեռավ ասելով Նիկոլ Փաշինյանի, որ սա ամենահարմար ընդդիմությունն է։ Սա նվեր է մեզ որպես ընդդիմություն։ Խնդրում ենք մնացեք, էլի մի հատ էլ ընտրվեք, էլ ոնց ասեն։ Ժողովուրդը պետք է հետևություններ անի։ Բարձր եւ ավարտին մեր այսօրվա զրույցի, պարոն Մարուկյան, այս ամենի ֆոնի վրա, եթե կարելի է համառոտ տեսնում եք իրատեսական
մոտալուտ ժամանակներում խաղաղության պայմանագրի ստորագրումը թե ոչ։ Չեմ տեսնում, որովհետև Ադրբեջանը իր հայտարարություններում շատ հետևողական է։ Մարդիկ ասել են, որ սահմանությունը գնացեք փոխեք, կստորագրենք, գիտենալով որ սահմանությունը փոխելը կիսա անհնարին process է, սպարագայում, այսինքն նոր սահմանություն ընդունել, եւ ստացել են այդ տեքստը որպես վերջնական զիջումներ դրել դարակը։ Այսինքն որ մարդիկ ասում են, բա որ դա մեզ է վնաս, որ տեքստը մեզ է վնաս, բախի չեն ստորագրում։ Որովհետև այդ տեքստը արդեն ստացել են, արդեն դա կատարված է, կատարվում է։ Եվ ասում են եկեք նոր զիջումները բերեք։ Ինչի ստորագրեն հիմա։ Չեք հասկանում այդքանը։ Այսինքն բան է էլի որ տենց այդ մանիպուլատիվ բան կալի, դե դուք ասում եք տեքստը վատնա, չէ՞, չի կարելի այդ տեքստը համաձայն, ասում եմ այո, բա որ մեր համար վատնա, ինչի՞ չեն ստորագրում։ Որտեվ արդեն ստացել են դա, արդեն դա ունեն։ Այդ դուք չեք հասկանում, որ արդեն դա իրանք ունեն։ Այդտեղից էլ քաղելու բան չկա, այդ դրել են դարակ, ասում են այս նախտ կա։ Արեք եք լմոդիկ, մի գնացեք սահմանությունը փոխեք։ Գնացեք պատերազմի հանցագործներին բերեք տվեք մեզ, Խոջալիի ցեղասպանությունը ճանաչեք, բանակը զինաթափեք, զենք մի առեք։ Հենան լսե թողրասեն ալի։ 300,000 ադրբեջանցի։ Դե թող ասում ադրբեջանցիներն դե գալու են։ Հետո գալու են անվտանգ չեն լինելու, որտեվ բանկ ատելություն կա ազգերի մեջ։ Դե որ գալու են անվտանգ չի լինելու, իրանց այդ զորքը գա որ իրանց անվտանգությունն ապահովի եւ այդպես շարունակ։ Ինչ են ուզում։ Այդ զարմանում են որ ինչա։ Պարոն Մարուկյան, ձեր ամեն դեպքում այս ոչ ուրախալի իրողությունների այսպես շարադրանքին ուզում եմ գումարեք Աստված պահապան, ինչպես միշտ ձեր տեսեք, եթե մենք հիմա կավա շատ տխուր է, չէ՞, ամեն ինչ, եւ այդպես է կա։ Եթե մենք մեր հիվանդությունների, մեր խնդիրների հստակ ախտորոշումը չտանք, մենք մեզ խափենք, որ վայ, բան էսա մենք այս մենք կործանվելու ենք։ Դա համար ավելի լավ է հիմա տխուր ճշմարտություն մենք արձանագրենք, որ դրանից ելքը գտնենք դուրս գանք եւ ելքը կա եւ դուրս կգանք։ Բայց այս արձանագրումը ինչ որ մենք հիմա արձանագրում ենք, սա ոչ բոլորն են դեռ հասկանում։ Դա համար շատ կարեւոր է սա արձանագրել ամեն անգամ, որ էսա մեր վիճակը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր հյուրներ, մեր զրուցակիցներ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը։ Ես դիմում եմ մեր այն սիրելի ունկնդիրներին, որոնք դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ամեն դեպքում ցանկանում եմ բոլորիդ լավատեսություն եւ լավ տրամադրություն, լավ եղեք։